Պատրով և որդվով և ողջույն սրբով, ամեն։ Փրկությունը հրյաներեն Հովանու ավետարան 4-րդ գլխի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի Սամարացի գնոջ հետ հետաքրքրական զրույցը արձանագրված։ Սամարացիները հրյաներուն մեջ ազգով ուրիշ ազգ ուներ, գրեթե նույն գրոնք ունեին, բայց ազգային արմատներ զարդեր էին, հետևաբար հրյաները չէին սիրել, իրենց հետ շատ շփվել չէին ուզել, սամարացիները այդպես։ Այնպես որ հրյաները սամարացիներուն շուն գսեին, սամարացիներն ալ հրյաներուն շուն գսեին։ Դրացի ազգերու պատմության մեջ մենք լավ գասնանք այդ իսկացումները, իրենց հարաբերությունը Քիրտ թշնամական չէր, բայց թշնամական էր։ Հրյաները եթե պիտի անցնեին սամարացիներու հողերեն, շուտով մգանցնեին և շատ իրենց կուտեր քաղաքներ չէին մտնում։ Հիսուս մտավ, որովհետև սամարացիներու հողեն պետք էր անցնել և ոնդ է կեսօր էր չուր կմելուծեց, աշակերտների քաղաք ու արգես որպեսի ուտելիք քնեն, ինքը առանցին մնաց և գիմնի եկավ, չուր քաշելու և այդ չուրը քաշելու համար հարգավտի Տեր Հիսուսի ոչ մեկ բան չուներ, այդ կնոչմե ուզեց ինքը չուր քնել։ Եվ գենոսա որդուն հրյայես ես սամարացի եմ ինչպես ինձ մեկ չուր գլխումես, չուր կուզես, որ դու հրյաներ չեք թուգիր մեզի ալով կնտկար։ Եվ Հիսուս կսե որ եթե իմանայիր որ ով կեզ մեկ չուր կուզեց, թուն անգե չուր կուզեիր։ Անալ կսե որ դու աման չունիս չուր կաշելու, ինչպես պիտի դաս ինձի չուրը, և զուրույց կսկսի այսպես հոգևոր զուրույց, և գենը կսե որ մեր հայրերը այս նրան վրա բաշտեցին, մեր ազգը լավ ազգ է, հրյաներեն ավելի լավ ազգ է։ Եվ Հիսուս կխոսի, բայց հոնդեր համը կսի, կսե որ փրկությունը հրյաներեն դեր Հիսուսին մեջ ասկասիրությունը գա։ Եվ բոլոր մարդուց մեջ պետք է ասկասիրությունը ուլա։ Այդ նորմալ մարդը ուլալու իսկացումներան մեկն է։ Մենք 3 տարեկանին մենք մեզի սիրելու կսկսի։ Եվ ես սկսված համը գազնուվելու կսկսի և հիշադակներ կունենան։ 3 տարիեն առաջ հիշադակ չեք կնար կունենան։ Որովհետև այդ եսը տակավին գազնուված չէ։ Եվ հետո մենք կասնանք, որ շատ կսնենք մենք մեզի, բայց անիկա չի պավեր, մենք կսկսինք սիրելու մեր ընտանիքը, մեր հայրը, մայրը, եղբայրները, ազգականները, հետո փոս, խաղալու կսկսինք սիրել մեր ընկերները, թուբրոց կերտան կսիրենք մեր թուբրոցը, ընկերությունը, մեր ուսիչները, հետո թուբրոցի մեջ մեզի կսվորվեցինեն, որ մենք նաև ունի ասկ այդ ասկի երբեք չենք տեսնել, որովհետև ասկը միլիոնավոր անցան կազմված հավաքականություն է և ասկը չեր է, բայց մենք անիկա որպես վերացական հասկացություն գնդունենք և այդ ասկի պատմության հետ, այդ ասկի լեզվին հետ, այդ ասկի կուզված և ուրախացած պահերուն հետ կնույնացնենք մենք մեր անցի և կսկսենք մեր ասկը սիրել, ասկասեր պետք է դառնանք, այդ ասկին վերաբերյալ պատմությունը պետք է սիրենք, այդ ասկին վերաբերյալ լեզուն պետք է սիրենք, այդ ասկին օգտին համար պետք է աշխատենք, մինչև փոս լավ է, բայց շատ հաճախ այդ ասկասիրությունը կդառնա մյուս ասկերու ադեպության։ Այսինքն, եթե ես իմ ասկս կսիրեմ, ուրեմն պետք է ադեմ սա ասկը, և կամ մյուս ասկերան ես ինձ բարձր տեսնում։
եւ գսկսի խոստե ասկասիրությունը վերածվելու ասկաբաշխություն, ասկը գուրքի գվերածվի, առողջ պամը գթարնա վտանգավոր պանը, ուրիշ ասկերում համար, ուրիշ մարդկյան համար։ Ուրեմն ինչ պետք է ասկային սերնալ պետք է փածվի ավելի մեծ սիրով, մարդկային սիրով, որովհետև մենք մարդկյան ընտանիքին կպատկանի, հակապտերև մարդկությունն ալ չտեսնենք, մենք մարդերը կտեսնենք, մարդկություն չենք տեսնել, 8 միլիարդ մարդը չենք տեսնել, բայց պետք է այդ մարդկությունն ասցրենք, որպես այդ սերը ավելի լավ դառնա, ասկասիրությունը ավելի իմաստ ստանա մարդկային ընտանիքի մեջ իմ ասկս մեկ գդորն է, բայց մարդկությունը ավելի մեծ։ Հետո երբ որ մարդասերը դառնանք, այդ մարդասիրությունն ալ չկավեր։ Ուրեմն այդ մարդասիրությունը նաև քեզի պետք է փանա դիեզերական սիրով։ Այս աշխարհը պետք է սիրես, այս մոլորակը պետք է սիրես, հույսերը, անասունները, քնությունը պետք է սիրես, Աստուծո ստեղծագործությունը պետք է սիրես, հասկանաս, որ անոր մենք գդորն ես։ Հետևաբար, այս թունության մեջ Դեր Հիսուս մեզի սովեցնե նաև թե առողջ ասկասիրությունը ինչպես պետք է ըլլա։ Սամարացի գնոջ կսեր քրդությունը հրյաներ են։ Այսինքն, այդ ինչս էլ է հրյաները պիտի քրգեն մարդկություն։ Բայց ինչպես զինվորական ուժով չէ, դրամական ուժով չէ, հրյաներեն մեկը պիտի ելլե Հիսուս Քրիստոս իր կյանքը պիտի զոհեր ամբողջ մարդկությանը, փրկությունը այդպես պիտի։ Դեր Հիսուս աշակերտները ստաժի համար ուղարկեց։ Իսա որ կացեք իսա Իսրայելի որսված ոչխարները փնտրեցեք, քյուրերուն կացեք, սամարացիներուն մի հանդիպի, հեթանոսներուն մի երկակ, միայն քրդաներուն կացեք։ Ուրեմն իրենց սովեցուց ասկասիրությունը, պետք է սիրեն իրենց ասկը, պետք է գործված ոչխարը կտնեն, պետք է հետաքրքրվին անունցը։ Բայց երբ որ խաչվեցավ, հարություն արավ, իր աշակերտներուն դեսնվեցավ, հետո անունցավ, որ կացեք բոլոր ասկերուն, քարոզեցեք անունց, ինչ որ սեզի սորվեցուցեք, այս բարի լուրը բոլոր ասկերուն դարացեց։ Խոսեցեք իմ մասին, իմ փրկությունը արեք անունց տարեք, ես անունց համար մերա, միայն հրյաներուն համար չմերա, դուք հրյաներ եք առակյաներուն լալով, բայց սերսերը սահմանապակ պիտի չմնա հրյաներով միասին, դուք պիտի փածվի ամբողջ մարդկության։ Ես զոհվեցա մարդկության համար, դուք պիտի զոհվի մարդկության համար։ Ցավ պիտի քաշեք այն մարդոց, որ չեք ճանչնար, երեսի չեք տեսած, այս անուն բոլորը իմ գործված ոչխարներս են, բոլոր ասկեր են, բոլոր լեզուն են։ Ահա, այսօրվան պատմությունը այսպես կսկսի, այսօր Սուրբ Պատրիոսի և Սուրբ Սանտուղտի օրն են, և Գումելի Սարի այս եկեղեցին Սուրբ Սանտուղտի եկեղեցին ըլլալով, մենք այսօր օրը կդոնենք, անվանագործությունը կհիշենք, մատաղով միասին պիտի վերհիշենք Սուրբ Պատրիոսը և Սանտուղտագույցը։ Ինչ է ասոնց պատմությունը, երբ որ Հիսուս կքարոզե Հովհաննեսու տերորդուքն գսան, որ հեթանոսներ եկան, և Հիսուս սա, որ ժամը հասավ, այսինքն Հիսուս գիտեր, որ իր առաքելությունը ասկերուն համար, և եկան այդ անոնք տեսմաններ էին Ուրֆայի, Եթեսիայի, հայ թագավոր Աբգարի տեսմանները եկան և ասին, որ
ապկար թակավորու համպավը տլսեց, թուն կպշիշկես եղեր, մերելներում հարություն գդաս եղեր, կխնդրե, որ թունքաս և իրեն բուժիշկես։ Իսկ սա, որ ես չեմ գրնար կալ, այս աշագերտներս մեկը բիդու վարգեմ ապկար թակավոր, քանի որ ինքը հարկեց ինձ։ Ինչ կսե Իսուս, թնդրեցեք պիտի արնենք, թնդրեցեք պիտի թտնենք, թուրութագեք ծեցի պիտի կասվի, ինձի եգորը վզե թուս չեմ ներեր, ետ չեմ պարցի։ Ուրեմն, երբ որ առակյալները աշխարհ կացին, ուրեմն Սուրբ Հոգին Փաթրոսին ասավ, որ Հայաստան պիտի երթաս, Էթեսիա պիտի երթաս, ապկար թակավորին, և իրապես իր հետ գեղարդը Տեր Հիսուսին գողը մխրջված այդ նիզագը արնելով քնած, աղոթեց, թակավոր բուժեց, ոնդե շատերը քրիստոնյա դարձան և ապկար թակավորը իր քովը բահելուց էր, բայց սա որ չեն գրնար գնար։ Պետք է երթան, մինչև ու գրնան երթալ պետք է երթան, սա որ Հայաստան գնար, վերը սանադու թակավորը իմ ասկականս է, նամակ գրեց և հայոց թակավորը գնաց, Սուրբ Թադեուս։ Անոր խոսեցավ, քանի որ ապկար թակավորի քրիստությունը լսած էր սանադուգը, հավատաց, հավատքի եկավ։ Ուրեմն իր աղջիկը սանտուկնալ հավատքի եկավ։ Հետո երբ որ երկիրը բդդելու սկսավ Թադեուսը, ուրիշ քրիստոնյաները հավատքի բերավ և ետ դարձավ բոլորովին դարբեր թակավոր դրավ։ Ինչ պատահած էր, որովհետև այո, թակավորը քրիստոնյա դարձած էր, բայց իր պալատականները շաբաթը չէր դարձած։ Եվ հասկացան, որ այդ պալատականները պետական ավականի այս նոր գրոնքը իրենցին գրոնքին մրցակից է, պիտի փոխել և իրենց ասկասիրությունը արգեպ եղած, որ քրիստոնեությունը տարածվի։ Եկան սանադու թակավորին և ըսին, որ թու աղջիկը քրիստոնյա դարձած է, ասում կան մեր ավանդությունները ավնելու, թուն այլևս թակավոր չես կրնալու դալ այս վիճակով։ Պետք է ուրանաս Քրիստոսը։ Ընդանիոք ընդունեցիք, ընդանիքդ պետք է ուրանալ Քրիստոսը, ետ թարնակ սեր հեթանուսական արմատներուն։ Իրենց պահանջը շատ դրամապանական է, երբ որ մենք դիճանչնանք ավանդություններ ուժը և այլը, իրենց կրացի շիտակ է։ Ուրեմն սանադուգը երկնդրանքի մեջ է, գամ պիտի մերժեր պալատականներուն պահանջը, գամ ալ պիտի ընդուներ, պիտի ընդարաչեր, եթե չընդարաչե, իշխանությունը պիտի գործունցնա, դերևս իշխանություն գործունցնելով իր կյանքը պիտի գործունցնա։ Հետևաբար ինքը ուրացավ Քրիստոսը և պալատականներու և ավականի ինքին համացայն սկսան հալածելու քրիստոնեությունը ջնշելու։ Նույնիսկ մահվան սպառնալու և եկանսին, որ քո աղջիկը քրիստոնյա է ուրիշներուն վատ օրինակ կունდა, անիգայալ պետք է Մոզես ետ տանի։ Ուրեմն Սանտուկույսը 15-16 տարեկան աղջիկ լավը հավատացած այդ ամմեղության մեջ Սուրբ Հոգի է կատարյալ հարաբերության մեջ մերժեց հարգավտել իր հայրը։ Սա որ դու միայն իմ հայրս ես մարնավես, ես իմ ճիշմարիտ հայրս, երկնավոր հայրս կդա։ Եվ հարգավտել իր հայր չի կրնար համոսել, փանդ կնետել, փանդին ալշամոսել, ի վերջը կստիպլի իր աղջիկին քուխը գտրելով մերցնելու։ Եվ առաջին սրկուհի նահատակը գտա Հայաստան աշխարհի։ Հետո հարգավտել Թադեուսն ալ կնահատակվի, ուրեմն բոլոր առաքյալները հրեաներ էին, եկան ուրիշ ազգերում, մեզի երկու հատ եկավ, երկու հատնալ մենք մերձուցին։ Բայց իրեն քրիստոնեության այդ փրկությունը հայ ազգի մեջ այդ սերմերը ցանեցին իրենց կյանքի քինով։ Ասում լավ հրեաներ էին,
իրենց ասկը գսիրեին, բայց Քրիստոս անոնցա որ բագաս է այդ ասկասիրությունը, եթե մարդասիրության չի բացվի այդ։ Մարդասիրություն ըլլալ ասկասիրությունը մերժել չէ, ինչպես որ ասկասիրությունը ընտանիքի սերը մերժել չէ, ընտանիքի սերը անձնասիրությունը մերժել չէ, հետևաբար այդ բոլորը բացված զարիգի պես պետք է իրար լրացնել։ Հետևաբար այսօր մենք գրականության մեջ այս երկու նահատակներով կհիշենք և կդոնենք մարդասիրությունը։ Մարդասիրությունը քրիստոնեության մեծագույն արժեքը ունալով մեր առջևը կգրվի փրկությունը հրյաներեն։ Հետևաբար Թադեոս Առաքյալը չհաջողեցավ այդ ասկը քրիստոնյա դարձնել, միայն թագավորը դարձուց և աղջիկը և կամ ժողովրդան մի քանի մարդ, իսկ Գրիգոր Լուսավորիչը հաջողեցավ։ Եթե միայն ինքնալ դրդատ թագավորը հավատքի բերը, ինքնալ պիտի ցախողեր։ Սուրբ Թադեոս վրաս։ Հակապես Սուրբ Թադեոսին ցախողեցավ չենք գնացել, ինքը իր հաջողություն ունեցավ, որովհետև եկեղեցին կմեծնալ նահատակներու արյան վրա։ Բայց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դրդատ թագավորի և բալատականները միասնաբար հավատքի բերին և այդ բալատական իշխանական միտքը հարմար տեսավ, որ իրենք քրիստոնյա դառնան, հետո ասկը քրիստոնյա դարձան։ Եվրոպայի բոլոր հեթանոց ասկերու քրիստոնեացման պատմությունն այդպես է, նախ բալատականները դարձնեն միսիոներները, երբան կկարոզեն, բայց մինչև որ այդ իշխանությունը չհամոզվի, եկեղեցին միշտ քետնինդագը աներևույթ կերպով ջնջված գրոն կլալով քույրություն գնալով։ Հետևաբար մենք փոս կտեսնենք այս երկու սուրբերու մեծ սովորությունը և մեծ վկայությունը քրիստոնեության վերաբերյալ։ Հիմա մեր թիվը ինչ պիտի ուղղա հրյաներում, իսկ սկսեմ որ քրիստոնեությունը հրյաներեն կուկա, բայց մենք այսօր կտեսնենք որ գործանումը հրյաներեն։ Այսինքն տեսակը հրյա ասկը քաղաքագիտության շատ կարևոր թեմքեր դված են, բայց այսօր մենք կտեսնենք որ աշխարհի այս ցուցությունները, փառուական անկումը, այդ Հոլիվուդը մշակույթը, որ ամբողջ աշխարհը գտնավոր է հեթանոսության, հրյա աստեցության աշխարհի։ Եվ մենք կտեսնենք հրյաներու պատմության, բոլոր աստվածաշունչը այսօր վկան է, որ հրյաները շատ հաճախ կմերժեն Քրիստոսի ասկասիրությունը և կսկսին ասկաբաշխության դիման։ Իրենք սիրենք ընդրյալ ասկ, մյուս ասկերեն ավելի բարձր, մյուս ասկերը գոյիմ անասուն ոճով հասկացություն, ասիկա աստվածաշունչ հասկացությունը չէ, բայց իրենք բաբելոնական աքսորեն հետո և օրյետ դարձան Բաբելոնի գրոնքը և գաղթարությունը իրարու մեջ արին, խարվեցին և ասկաբաշխության վերածեցին։ Իրենք ուրիշ գիրքեր ունին աստվածաշունչն ժա, Թալմուդ, Զոհար, Քաբալա, այս բոլորի մեջ իրենք թերազանցությունը, ասկային թերազանցությունը ուսորեցին։ Այսինքն մենք բոլորս իրենց համար ստուլտներ պետք է ունեն։ Բոլոր աշխարհը պետք է քրիստոնեերուն պետք է ծառայեն։ Ուր դա են ուկասի գա։ Աստվածաշունչը չկա։ Աստվածաշունչը դասե որ քրիստոն պետք է ասկասերը լա, ոչ թե ասկաբաշտ։ Անորոմալ աստվածաշունչը մեզ կփաստե որ երբ որ ասկաբաշտ դարձած են քրիստոնեերը, միշտ աստծո կողմը պատժված են։ Հետևաբար մենք պետք է աղոթենք քրիստոնյա ասկին համար, որովհետև իրենց պատմությունը, իրենց թերը աշխարհի պատմության մեջ դակավին չէ ավարտված։ Աշխարհի վերջավորությունը գաբրիկ մենք
Եվ այդ վերջավորության տակավին Աստված հրյաներու մասին բաժին մը ունի, թեր մը ունի կատարել։ Հրյա ասկը Քրիաստանը թեր մը բիդի թարնա, ըստ Աստվածաշունչին, աշխարհի բոլոր աչքերը թեպի հոմ բիդի թարնա, եւ Աստված իր փառքը եւ մեծությունը ցույց պիտի տա այդ ժամանակ ինչպես Եգիպտոս փարավոնը բարձրացուց որպես իր փառքը ցույց տա ամբողջ աշխարհ այդպես էլ տեսակը մենք հասանք այդ ժամանակներում տեսակը հրյաները վերստին աշխարհի պատմության թեմին մեջ են վրան են աշխատին գլխավոր թեր կատարած Սուրբ Գիրքը գսեմեցի որ քրիաները քրիստոնյա պիտի դառնան Աստված պիտի ուղարկե վերստին անոնց մարգարեներ Քրիստոս դառնալ է առաջ Եղիա մարգարեն լիկա հայրերու սիրտը իրենց որդիներուն սիրտը իրենց հայրերուն պիտի դարձնեն այսինքն վերստին այդ հրյա ասկը պիտի դառնա շիդակ դեր Ուրեմն այս բոլորի մեջ մենք մեր հայ ասկը եթե պիտի մտածենք, ուրեմն մենք պետք է ասկասեր դառնանք։ Ասկաբաշտ եթե դառնանք, կսկսենք ուրիշ ասկերու շուն գոչելու, անոնք ալ մեզի շուն գոչել։ Երբ որ ասկաբաշտության կհասցնենք հարցը, ասկը բուրքի կվերածենք, մեր ոչ մեկ սխալը չենք տեսնել, միայն բարձր ըլլալով կտեսնենք, միայն մենք մեր անցյալով կհուբարդանանք, մենք մեր ներկան, մեր աչքերը կգործենք և կգարձենք, որ բոլոր աշխարհը պետք է հայուն զարայ, հայ ամենեն հարցը պետք է ըլլա։ Չէ, այդ չէ, քրիստոնեությունը մեզի ցույց կտա, որ մենք մարդկության մեկ մասն ենք միայն։ Եվ հետևաբար այդ մեկ մասը ըլլալը լավ հասկանանք և մեր ասկը պետք է որպես պատվանդան գործածենք ավելի բարձր սիրո մարդասիրության հասկել։ Ասկասիրությունը առողջ է։ Ասկաբաշխությունը մաֆիոզներու կորսն է, օլիգարներու կորսն է, որպես իրենց սխալներ թագեն Անոնք ամենեն մեծ ասկաբաշտեր կտանան։ Եվ պետք է մենք, որպես ասկ շատ ուշադիր պետք է դառնան այս մոտեցումներում։ Հետևաբար եկեք այսօր Սուրբ Թադեոսի և Սուրբ Սանտուղտի օրինակին մեր ասկասիրությունը աչքի անցնենք։ Ուր ենք մենք։ Մեր հայ ասկի նկատմամբ ուր ենք։ Պետք է սիրենք մեր ասկը, պետք է սիրենք մեր լեզուն, պետք է սիրենք մեր անցյալը, պետք է սիրենք հայրենիքը, պետք է սիրենք հայը, պետք է սիրենք այդ բոլորը, բայց այդ սերը ասել է զոհվի ուրիշին համար։ Կյանքը ապրի միայն քեզ համար չէ, մյուսին համար։ Միայն դունը մաքուր չպահել Փողոցն ամմակում պահել։ Փողոցը աղբանոց չվերածել ասկասիրությունը այս է։ Ասկասիրությունը քու ետևը գտնողները հավաքելն է, ինգացին սերքեն պրներն է, աղկավի և գտնանգը կիշելն է, կեեցիկ, միասնապար կեեցիկ և եկ ստեզելն է։ Այս է ճիշմարիտ ասկասիրությունը և սերը նիշտ ճիշմարիտ սիրո կվերածվի, եթե անիգա իր մեջ կբարունակել սոհողություն, նվիրում և համբերություն։ Ուրեմն այս բոլորը մենք կտեսնենք, ուրեմն եկեք Սուրբ Թադեոսի և Սուրբ Սանտուղտի բարեփոխությունը խնդրենք, որովհետեւ մեր սերերը Աստված շտկել։ Շիտակցրենք մեր անձը, շիտակցրենք մեր ընտանիքը, շիտակցրենք մեր ազգը, շիտակցրենք այս մարդկությունը, շիտակցրենք այս մոլորակը։ Ուրեմն Աստված ուզե մեր մեջ են այդ սիրով սիրել ուրիշները
եւ ասիգա շատ կարևոր է մեր կյանքի ամենին կարևոր հատկությունը։ Sevgili kardeşlerim, bugün Suktatlos ve Bartolomeos'un günleri ve Rumeli Hisar Kilisesi'ne geldik biz. Bugünü kutlamak için Ermenice bazında Suktatlos ve Santur üstüne konuştum. Elbette ki onlar bizim için önemli azizler. Onların hayatıyla bir şekilde bizim Ermeni milletimizin Hristiyanlaşma süreci başladı. Suktatlos ve Bartolomeos bize gelen iki havariler, Ermenistan'a geldiler. İlk kiliseyi kurdular. Hristiyanlık baskı altında olduğu için 200 sene bir şekilde yer altında yaşadı. Ama Sukrikollu Savoriç kral tadı ve soyluları imana getirdiğinde o kilise de su üstüne çıktı ve Ermeni halkı 301 yılında Hristiyanlığı resmi din olarak kabul etti. Suktatlos İsa'nın 12 öğrencisinden birisiydi. Urfa'ya geldi. Urfa'da Abgar kralı iyileştirdi. Daha sonra Ermenistan'a gitti. Orada vaaz etti. Kralın kızı Santuk, bu kilise adını oradan alıyor. 15 yaşında imana geldi. Babası elbette ki Hristiyan olmasını istemedi. Baskı gösterdi. Hapse attırdı hatta ve daha sonra da kabul etmeyince onu öldürdü, şehit etti. Öyle ki Azize Santuk bizim ilk şehit olan Hristiyan kadınımızdır. Kendisi büyük sevgisiyle daha sonra bütün Hristiyanlara örnek olmuştur. Tanrı nasıl sevilmeli bunu göstermişlerdir. Bizim için sevgi çok önemli. Bizim ilk sevgimiz Yaradanımıza olmalı. Çünkü birinci emir böyle diyor ki Rab Allah'ını bütün kalbinle, bütün yüreğinle, bütün canınla seveceksin. İkincisi komşunu kendin gibi seveceksin. O birinci emirle ikinci emir çelişmez. Aslında ne diyor? Sevgi olacaksın. Sevmeyi öğreneceksin. İnanıyorsan, Tanrı'na yöneliyorsan onu sevgiyle bağlanacaksın. Korkuyla değil, sevgiyle bağlanacaksın. Çünkü korku bizi çok uzağa getirmez. Doğru işe yarar ama çok uzağa getirmez. İnsanlarla olan ilişkimiz de böyle. Çoğu kez çıkara dayalıdır. Çoğu kez korkuya dayalıdır. Tehdide dayalıdır. Ama asıl bizim insanlarla ilişkimiz sevgi üstüne dayanmalı. Yaptığımız işe, göreve karşı tavrımız sevgiyle olmalı. İncil'in dediği gibi yaptığın işi diyor, elinin bütün gücüyle işler. Sanki onu Tanrı'ya yaparcasına yap. Dolayısıyla biz Hristiyan hayatımızı bu iki kutup arasında yaşayacağız. Tanrı'yı seveceğiz, sonra Tanrı bize diyecek ki git insanı sev. İnsanı seveceğiz, insandan yorulacağız. Çünkü insanlar görerler bizi. Sonra tekrar Tanrı'ya gideceğiz. Tanrı'yı seveceğiz, Tanrı bizi sevecek, Tanrı bizi rahatlatacak. Sonra tekrar insanlara döneceğiz. Aslında biz farkında değiliz ama her gece biz Tanrı'nın kullarına gideriz. Herkes. İnansın, inanmasın, ateist olsun. Hepimiz gün boyunca çalışırız, konuşuruz, işler yaparız. Sonra uyuruz. Uyuyunca ne oluruz? Sabah uyandığımızda dinlenmiş oluruz. Uyuduğumuzda birkaç rüya görürüz. Ama büyük oranda biz ne yaşadığımızı uykuda bilmeyiz. Derin uykuda bize ne olur? Derin uykuda Tanrı ruhumuzu alır, temizler, ona rüyalar gösterir, sonra uyandırır gider, hayatını daha güzelleşir. Ve biz böylece hayatımızı bu iki şekilde yaşarız. Bir insan sevginin boyutlarını keşfetmesi lazım.
Ermenice vaazında dedim ama tekrarlayalım onu. Bizim üst üste katlanan, katmanlı sevgilerimiz var. İlk sevgimiz bizim kendimize ilişkin. 3 yaşından itibaren biz nasıl diyeyim, kendimizi sevmeye başlarız. İsmimizin çevresinde bir hatıralar öbeği oluşur. Ben dediğim bir şey oluşur orada ve biz onu çok severiz. Onsuz hiçbir dakikamız olmaz. Her şey o benim çevresinde döner. Rüyalarımızı bile o benim çevresinde görürüz biz. Ama sonra fark ederiz ki kendimi sevmem yetmiyor. Annemi babamı seviyorum. Onlarsız yapamıyorum. Kardeşlerim var. Sokakta oynadığım arkadaşlarım var. Onları seviyorum. Giderek bu ben sevgisi açılmaya başlıyor. Sonra okula gidiyorum. Fark ediyorum ki ben bir milletin parçasıyım. Bir ülkenin parçasıyım. Bir şehirde yaşıyorum. Onlarla aynı kaderi paylaşıyoruz. Onları sevmem gerekir. Vatan sevgisi, millet sevgisi oluşmaya başlıyor. Ve ondan sonra insanlık denen varlığı anlıyorlar. Hepimiz 8 milyar insan aynı gezegeni paylaşıyoruz. Aynı kandanız, aynı Adem ve Havva'nın çocuklarıyız. Bu insanlığı da sevmem gerekiyor. İnsanlığı da sevdikten sonra fark ediyorum ki insanlık olarak biz muhtacız bitkilere, hayvanlara, denize, havaya, güneşe ve bunlarla da iyi geçinmeliyiz biz. Bunları da sevmeli ve korumalıyız. İşte bizim sevgimiz böyle bir gelişim gösterir ve sevgimiz her ne kadar kendimizden çıkıp başkalarına doğru yönelirse o kadar tanrısal sevgiye benzer. Çünkü Tanrı her şeyi sever. Karşılıksız sever. İsa'nın dediği gibi Tanrı güneşin iyilerin ve kötülerin üstüne eşit olarak doğurur. Yağmurunu iyilerin ve kötülerin üstüne eşit olarak yağdırır. Tanrı sevgisi güneş gibidir. Güneş hiçbir şeyi ayırt etmez. Kim karşısına çıkarsa onu aydınlatır ve ısıtır. Tanrı sevgisi de böyle. Bizim sevgimiz öyle değil. Bizim sevgimiz kıt. Ancak kendimize yetiyor. Ancak çekirdek ailemize yetiyor. Ancak işte eşimize, dostumuza yetiyor bazen. Bazen onlara bile yetiyor. Hepinizin hikayesi var, değil mi? Miras hikayesi. Anne baba ölür, sonra kardeşler öyle büyük miraslar da değil, küçük miraslar için birbirlerine düşer. Ne oldu sevgi? Onun için sevgimiz bizim az. Ama sevgisini büyüten insanlar Tanrı'nın gözünde ve diğer insanların gözünde de büyürler. Ne kadar sahip olduğun değil, ne kadar verdiğin seni adam eder ve yüceltir. Bu kilisenin tarihinde bizim için onur kaynağı olacak. Gerçekten böyle iki çarpıcı olay var. Yaşanmış hikayeler ve bize o sevginin nasıl olacağını gösteriyorlar. Onlardan bir tanesi Rumeli Hisarı yapıldığında Fatih Sultan Mehmet istiyordu ki çabuk bitsin. Ziyaret ediyordu inşaatı ve orada iyi çalışanlara altın dağıtıyordu. Para veriyordu ki daha çabuk çalışsınlar. Birkaç kere gelip giderken orada çok iyi çalışan bir amelayı gördü. Amele büyük taşları alır, yükseğe taşır, sonra aşağı iner, dinlenmeden ikincisini alır gider. Bunu çağırır yanına, adını öğrenir. Bir Ermenidir, bir Ermeni ameledir. Der ki, bütün işçiler de toplanmıştır orada, çoğu da Ermeni. Der ki, dile benden ne dilersin? Bütün dinleyenlerin gözleri açılıyor, hayallerini süsleyen şey. Şimdi sultanın ağzından çıktıktan sonra sultan geri dönmez ona. Desek ki bana bir sandık altın vereceksin. Alır. Bana desek ki bir konak ver. Verir. Bana ömür boyu ayrılık bağlansın. Bağlanır. Bu amele ne istiyor biliyor musun? Sultanım diyor. Çok şükür her şeyimiz var da diyor. Yatacak yerimiz yok.
Ne demek diyor yatacak yerimiz yok? Nerede yatıyorsunuz aşağıda? Yok öyle değil diyor. Bu inşaat tehlikeli. Sürekli bizden kişiler ölüyor, Ermeniler. Onları gömecek mezarlığımız yok. Ermenileri gömecek mezarlık yok. Sultan hayran kalıyor bu adamın imanına, dürüstlüğüne, adanmışlığına, kendisi için bir şey istememesine. Tamam diyor, şu kayayı al diyor, sırtlan diyor. Dolaşabildiğin kadar bir çember yap. Dolaştığın yerlere iz koyulacak ve o toprak senin milletin için mezarlık yeri olarak. Ve bugüne kadar o mezarlık duruyor. Taş da, o taşıdığı taş da uzun zamana kadar duruyordu. Şimdi duruyor mu, durmuyor mu bilmiyorum. Ama bakın buradan okuma yazma bilmeyen, taş taşımaktan başka bir şey bilmeyen ama imanı olan, o imanıyla sevgiyi becermiş birisi. Kendini düşünmüyor, milletini düşünüyor. Birinci örnek, ikinci örnek, burada hep derme çatma bir yer vardı. Canik Amiral Papazyan isminde zengin bir Ermeni buraya kilise yaptırdı. 1812 galiba. Ama izin almadan yaptı kilise. Sonra şikayet ettiler kendisini. Elbette ki izin almadan yaptırdığı için cezalandırıldı ve kilise yıkıldı. Temellerine kadar yıkıldı kilise. Ki başkaları cesaret etmesin izin almadan bir kilise yapmaları için. Bu iyi kalpli, halkını ve milletini seven amiral, kürek çekme cezasına, yani adam birdenbire zenginken, bir eli yağda, bir eli baldayken, birdenbire gemilerde kürek çeken mahkuma dönmüş. Sonra cezası bitti, geri geldi. Tekrar işlerini yaptı, tekrar zengin oldu. Sonra bir gün, günün patrinin kapısına gitti, yaşlanmıştı. Bir kasa altınla. Dedi ki, bunu miras bırakıyorum size. Bununla Rumelihisar'da Suk Santuh Kilisesi'ni yapacaksınız. Ben görürüm ya da görmem ama bu parayı saklayacaksınız o iş için. Ve gerçekten de kendisi ölüyor ama 40 sene sonra burada bu kilise yapılıyor. Şimdi büyük bir ihtimalle bu Canik Amiral'i devlete şikayet eden de bir Ermeni. Ama ona rağmen milletini sevmekten vazgeçti. Ve bugüne kadar bakın konuşuyoruz biz bu insanların yaptığını. İyilik unutulmaz. İyilik hep iz bırakır bir yerlerde ve insanlar onu fark etmezler belki ama o orada kalır. Bu kilise yapılırken tarihçiler diyor ki kadınlar taş taşıdılar diyor. İnşaat işçisi gibi çalıştılar buranın halkı. Kimler yaptı isimlerini bilmiyorsunuz. Ama halen taşlarda yaşıyorlar onlar. Emekleri halen duruyor. Ve kendilerinden sonra gelenlere bir miras olarak bırakıyorlar. Bu anlamda Rumelihisar Kilisemizin böyle güzel geçmişi var. İman üstünde kurulmuş. Dolayısıyla o imanın görüntülerini, o imanın sonuçlarını hep biz görüyoruz. Bu kilise ve bu kilisenin çevresi elbette ki farklıydı. Ermeniler yaşıyordu. İşte 100 sene önce 80 haneli bir köy gibiydi burası. Kilisesiyle, okuluyla bir semtti. Şimdi pek Ermeniler kalmadı. Ama görüyorsunuz bu kilisemiz pırıl pırıl, tertemiz. Senede birkaç kez biz burayı kullanıyoruz. Ve buraya geldiğimizde bu iman havasını soluyoruz biz.
Öyle ki bize bu güzellikleri yaşatan, koruyan yönetim kuruluna Başkan Oşin Polat şahsında teşekkürlerimi sunuyorum. Buradaki o kadın ruhunu temsil eden yönetim kurulunda pek çok hanımlar hizmet ediyorlar. Bugün Şahnar Boşnak Yönetim Kurulu Başkan Yardımcısı. Kendisini de tebrik ediyorum ve teşekkür ediyorum. Aslında bu kilisenin bu son yönetim kuruluyla olup bitenleri takip edenler görürler ki bu kilisenin tarihinde nasıl bir dönüm noktası oldu, nasıl her şey yenilendi bu kısa zamanda, kilisenin mülkleri nasıl değerlendirildi ve değerlendirilecek. Öyle ki biz burada Rumeli Hisar'ın kilisesini seven bir yönetim kurulu var. Ve o sevgi ne dedim kendisine? Fedakarlıkla gösterir. Fedakarlık yoksa sevgi yok. En büyük sevgi anne ve babalarımızda. Niye? En büyük fedakarlığı onlar gösterir. Dolayısıyla bizim bu kilise hayatımızdaki fedakarlıklar sevginin bir ürünüdür. Öyle ki bu kilise bizim kilisemiz. 33 kilisemizden birisi ve biz burayı seviyoruz. Arjanabadi der Sarkis Avak Kana, bu semtin müdavimi, bu kilisenin her köşesinde çocukluğundan, gençliğinden kalma hatıralar var. O da bu kiliseyi çok seviyor ve sevgisini kiliseye aktarıyor. Onu da tebrik ediyoruz vasıtasıyla, bugün fırsatıyla. Tanrı kendisine sağlık uzun ömür versin. Biz seviyoruz bu kiliseyi. İstanbul'un farklı yerlerinden otobüslerle geldik. Ayağınıza sağlık. Sizin olanı geldiniz, sizin olanı gördünüz. Bu Savoriç Korosu bizimle Barun Hagop Manduronyan şefliğinde bugünkü Badara'a seslendiriyorlar. Onlara diyoruz, hoş geldiniz. Peder Arutun Vartabet Damatyan Badara'a sunuyor. Kendisine teşekkür ederiz. Der Kevok ve Der Gorgun Kanalar bizimle beraber bugünü zenginleştiriyorlar. Eines vor men bitte schauen agent mein Jampo. Weil sind was Sirelo. Yetesere eğer sevgiyi kaçırırsanız hayatta en büyük şeyi kaçırmış olursunuz. Onun için önünüze çıkan zorluklara, özellikle başkalarını ilgilendiren zorluklara dikkatle bakın. Dört elle sarılın. Çünkü o zorluklar, başkaları için çözeceğiniz zorluklar sizin insanlığınızı büyütecek. Sizi daha iyi bir insan yapacak. Tanrı'nın ve insanların gözünde daha makbul olacaksınız. Onun için sevgi fırsatlarını değerlendirelim. Hayatımızda başka şeyler olsun. Hayatımızda kurban olacağımız bir şeyler olsun. Onun için bir kişiyi sevdiğimizde dilimizde var değil mi? Kurban olayız. Ama o laf olarak kalmasın, gerçekten emeğimizle biz sevgimizi tamamlayalım. Der Orten Sakon.